Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Ցավոք շատ հաճախ մեր տատիկ-պապիկները որոշ գործողությունների միջոցով փորձում են այնպես անել, որ երեխաները իրենց ավելի շատ սիրեն, քան ծնողներին, ինչը շատ դեպքերում երեխաներին բավականին վնասում է։ Ես որպես տատիկ հանձ եմ արել լինել ստեղ եւ իհարկե հորդորում եմ, որ չխառնվել նորաթուխ ընտանիքի մեջ, որովհետեւ իհարկե լինում են կոնֆլիկտներ եւ փորձում եմ շտկել սուր անկյունները։ Լինում են այնպիսի դեպքեր, երբ ծնողները չեն վիճում կամ տատիկ-պապիկները չեն վիճում տանը ծնողների հետ, բայց միևնույն է այդ զգացողությունը, վատ ատմոսֆերան ամեն ինչ հասնում է երեխայի վրա։ Ավագ սերնդի առկայությունը համարում եմ շատ մեծ ռեսուրս ընտանիքի համար։ Տատիկ-պապիկները շատ օգնում են օրը կառուցելու, երեխայի խնամքը իրականացնելու համար, նաև հանդիսանում են երեխաների կապվածության կարևոր օղակը։ Ես վաղուց երեխա չեմ, բայց լավ եմ հիշում իմ տատիկներին ու պապիկներին։ Հիշում եմ ինչպես էին նայում ինձ, ինչպես էին լսում, ինչպես էին թվում մի քիչ ավելի համբերատար, մի քիչ ավելի հանգիստ, մի քիչ ավելի ներողամիտ, քան աշխարհը շուրջս։ Տատիկ-պապիկ ունենալը մեծ արժեք է, սեր է, որը հաճախ չի չափում, չի գնահատում, չի համեմատում, ժամանակն է, որն ավելի դանդաղ է անցնում։ Պատմություններ են, հիշողություններ, արմատներ, մարդիկ են, որոնք անկեղծորեն ուզում են միայն լավը իրենց թոռների համար։ Բայց եկեք լինենք ազնիվ։ Այդ նույն բարի կամեցողության մեջ երբեմն ինչ-որ բան այնպես չի ստացվում ու ծնվում են կոնֆլիկտներ։ Ծնողական ժողովում խոսելու ենք տատիկ-պապիկների դերի մասին, կփորձենք հասկանալ ինչն է խանգարում ավագներին ու երիտասարդներին հանդիպել նույն կետում եւ գուցե կարողանանք մի պահ տեսնել մեզ կողքից, վերանայել որոշ մոտեցումներ, մի քիչ մեղմանալ, սովորել իրար։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ, հարգելի մայրիկներ եւ հարգարժան տատիկ։ Ուրախ եմ շատ, որ այսօր առիթ եղավ հանդիպելու այստեղ ու խոսելու այս կարևոր թեմայի շուրջ։ Երիտասարդ մայրիկներս շատ են գնահատում, երբ մեր կողքին է ավագ սերունդը, տատիկներն ու պապիկները, որոնք շատ հաճախ պատրաստ են մեզ օգնել, վերցնել իրենց ուսերին ինչ-ինչ գործառույթներ ու դառնալ այսպիսով երեխայի կյանքի կարևոր մասը։ Որքանով եք դուք որպես ծնող հաջողել ավագների հետ այս համագործակցության մեջ։ Էվելինա, ձեզ հետ սկսենք։ Իմ մայրիկս իմ բալիկին պահում է 20 օրականից սկսած։ Մեծ գործ է անում ինձ համար, քանի որ ես չկարողացա պետք է գնայի վերադառնայի աշխատանքի եւ կարող եմ ասել առանց տատիկի ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է իմ բալիկի հետ կարողանայի օրս կազմակերպել, կարող եմ ասել, որ չեմ էլ պատկերացնում, ինչպես կարելի առանց տատիկի օգնության բալիկին մեծացնել։ Դա ձեզ էլ լսենք։ Իմ կյանքի հանգամանքները այնպես դասավորվեցին, որ ես երկրորդ բալիկիս առողջական հարցերի հետ կապված կարիք ունեի տևական բուժմանը ուղեկցել իրեն եւ այդ ամբողջ ընթացքում իմ առաջին բալիկի ողջ առօրյան խնամքը, կարիքները եւ քմահաճույքները տատիկները շատ մեծահոգաբար եւ սիրով վերցրել էին իրենց վրա, այդպիսով ինձ թույլ տալով նաեւ լինել ավելի ռեսուրսային ուղեկցող իմ երկրորդ բալիկի համար։ Արագ, ձեր դեպքը շատ ուսուցողական կլինի մյուսների համար, քանի որ կարող ենք խոսել մի ընտանիքի արտառոց ֆորմատի մասին, երբ ծնողներն ամուսնալուծված են, բայց տատիկներն ու պապիկները շարունակում են երեխաների կյանքում դերակատարում ունենալ։ Ինչպես եք եկել այդ մակարդակի փոխըմբռնման։ Ստացվել է հենց այնպես ոնց կա, որովհետև իմ նախկին սկեսուր մայրիկը շատ մեծ դեր է ունեցել իմ երեխայի կյանքում հենց առաջին օրվանից ինձ շատ է օգնել եւ ամուսնալուծությունից հետո եւս շարունակել է իմ երեխայի համար մնալ տատիկ, որտեվ ինքը էությամբ այդպեսին է, շատ լավն է, շատ է սիրում իր թորնիկին, իր առաջին թորնիկն է, շատ սպասված։ Այսինքն հատուկ դիվանագիտական զրույց բանակցություններ չեք վարել, դա բնականon է ստացվել, որ նա շարունակել է նույն դերն ունենալ երեխայի կյանքում։ Շարունակեց իր թորնիկի համար անել ամեն ինչ, ոնց կար, ոչինչ չի փոխվել, եւ ես էլ շատ շնորհակալ եմ այդ առումով, շատ երջանիկ։ Հրաշալի է։ Այսօր մի ֆանտաստիկ տատիկ է մեզ հյուր եկել, Զարան, ձեզ նայելով,
Փորձում եմ հասկանալ, ինչպես դուք լինելով երիտասարդ տատիկ, աշխատող, բազմազբաղ, շատ հետաքրքրություններ ունեցող տատիկ, ինչպես եք համատեղում ձեր կյանքի այս ոլորտները, որոնք ձեր անձնական կյանքի տիրույթն է, ինչպես եք համատեղում տատիկ լինելու հետ եւ տատիկի ինչ գործառույթներ եք իրականացնում զուտ կենցաղային, այսինքն ինչ կարող է ձեր աղջիկը ձեզ վստահել եւ ինչը դուք սիրով կանեք երեխայի համար։ Ամեն ազատ ժամանակս վազում եմ, որ օգնած լինեմ, թե դուրս եմ տանում ման տալիս, թե այդ պահին քնածա ճաշիկն եմ, այն որ մի բանով ուզում եմ աղջիկաս օգնած լինել, այդ եւ շաբաթ կիրակի եթե ազատ եմ լինում, ասում եմ խնդրեմ բերեք, ես էլ կպահեմ իրան։ Այսինքն եւ հաճույք եք ստանում ու նաեւ գիտեք, որ երիտասարդների բեռն եք թեթևացնում այդպիսով։ Իհարկե շատ եմ հոգնում, մեկ-մեկ վախենում եմ, ասեմ, որ վատ եմ զգում, բայց ասում եմ ոչինչ, իմ աղջկան օգնեմ, թողի ջահելները ավելի միասին լինեն, ժամանակ ունենան ազատ, թե մենք էլ հաճույք ենք բնականաբար ստանում իրանից։ Մենք երբեմն գալիս ենք մեր անձնական փորձից, ինչպես որ մեզ հետ են վարվել, մենք այդպես ենք վարվում կամ հետևություններ ենք անում ու ուզում ենք այդպես չանել։ Զարա, ուզում եմ ձեզ հարցնել, երբ դուք եք երիտասարդ մայրիկ, եղել են ինչ-որ դրվագներ, որ հիմա դրանք վերհիշելով հասկանում եք, որ դուք որպես տատիկ այդպես չեք վարվելու։ Միանշանակ։ Իհարկե, այն ժամանակ, որ ես կարողա խոսեի իմ աղջիկների վրա, տատիկն է, պապիկն է, սենց մեջ էին մտնում, պաշտպանում էին, բնականաբար էլ չէի շարունակում, որպեսզի այլ չստացվեր կոնֆլիկտային։ Ճիշտ է, փոքր է մեր իմ թորնիկը, բայց ամեն դեպքում իմ աղջիկը, որ խոսում է իր վրա, ես իհարկե վատանում եմ, բայց ասում եմ լռի, այստեղ դու պետք է լռես։ Մի խոսքով երբեք չէ, Աննա ջան, եւ ասեմ ձեզ, եթե լինում է անգամ իմ մոտ շաբաթ կիրակի, լինելով չէ արդեն փորձառու մայրիկվան, բայց դա արդեն անցած է։ Մեկը զանգարում եմ, ասում եմ, դու ինչ ես ուտացնում, ժամերը ասա, ոնց պետքա քնացնեմ։ Հայրիկի ու մայրիկի սահմանած կանոնները ձեզ համար են կանոն։ Այո, ես ասում եմ, այդ պահին կարող է վատանամ, ինչ որ հասկանամ, որ բայց լռում եմ, որովհետև ասում եմ, շատ բան է փոխվել։ Սերունդների բախումը օրինաչափություն է, բայց մարդիկ, որոնք ուզում են ապրել խաղաղ ու երջանիկ ընտանիքում, յուրացնում են սուր անկյունները հարթելու արվեստը։ Իսկ լուծումը սկսվում է խնդիրը ճանաչելուց։ Մի խումբ երիտասարդ ծնողների հարցրել ենք, թե երեխայի խնամքի ու դաստիարակության հարցում որ կետերն են ավակների հետ բախման պատճառ դառնում։ Լսենք նրանց։ Երեխայի խնամքի եւ դաստիարակության որ հարցերի շուրջ եք անհամաձայնություններ ունեցել ձեր ընտանիքի տատիկ-պապիկների հետ։ Մեծագույն խնդիր կոնկրետ մեր պարագայում եղել է այն, երբ որ ես որպես մայր որևէ բան չեմ թույլատրել եւ ծնողներս իր տատիկ-պապիկը ինչ որ բան թույլատրել են արժե զրկելով, ճակերտավոր, անգիտակցաբար արժե զրկելով մամայի խոսքը։ Չեն եղել։ Ես ասենք միշտ ոնց որ մեծերի կարծիքը հաշվի եմ արել, ունենց եմ արել, որ անցնի էլի դրա այդ միշտ ոնց որ ասած թեթև բանի պատճառով խնդիրներ չառաջանան։ Երևի ես բախտավոր եմ այդ տեսանկյունից, անհամաձայնություններ չեն եղել, որովհետև երկու կողմի տատիկ-պապիկներն էլ միշտ առաջինը հարցրել են ես ոնց եմ կարծում, ոնց է ճիշտ։ Օրինակ, երբ ես երեխաներին հագցնում եմ տակ, կամ ավելի փոքր հասակում հագցրել եմ տակ, տատիկը, պապիկն ասում են մի հագցրու, ավելի թեթև հագցրու կսովորի այդ տաքությանը, հետո հեշտ կհիվանդանա։ Ես դեմ եմ մուլտիկների, էկրանին նայելու, իսկ տատի-պապիները համարում են դա նորմալ։ Ու թույլ են տալիս։ Թույլ են տալի, այո։ Իմ աղջիկը եթե ուզում էր երեկոյան 9 կամ 10-ի մոտ հաց ուտել, ես իհարկե ասում եի ոչ, պետք չի, իսկ տատիկը ինչ, իհարկե ու գնում պատրաստում էր այն ուտելիքը, որ ուզում էր իմ աղջիկը։ Հիմնականում հագուստի ու քաղցրավենիքի հետ կապված, դե տատիկները սիրում են շատ հագցնել ու քիչ երես տալ, հա, բալիկներին քաղցրավենիքով։ Ես ավելի թեթև եմ հագցնում ու քաղցրավենիքը պարտադիր ճաշից հետո մինչև 2 տարեկան բալիկներիս քաղցրավենիք ընդհանրապես չեմ տալիս։ Ինչպես եք արձագանքել այդ անհամաձայնություններին։ Արդյոք կարողացել եք հարթել դրանք։ Շատ գիտակցաբար, այսինքն փորձել խոսել, սկզբնական շրջանում միանշանակ չընդունվեց դա որպես ճիշտ իմ կողմից, բայց խոսքի միջոցով միայն, զուտ կոմունիկացիայի միջոցով հասկացնել, որ իմ երեխայի դաստիարակության գործում դուք ունեք միայն կողմնակի ազդեցություն, խնդրում եմ թույլ տվեք հիմնական դաստիարակությամբ զբաղվեմ ինքս։ Դե խորամանկության ենք դիմել, սկզբից արել ենք այն ինչ որ տատիկն ասում, հետո նորից հագցրել ենք այդ ակշորերը։ Սկսեցինք իրար զիջել, համ ես սկսեցի մի քիչ թույլ տալ մուլտիկ նայել, երբ որ անհրաժեշտ է։ Նույն ձևի իրանք էլ սկսեցին ավելի քիչ մուլտիկ ցույց տալ, ու մենք եկանք համաձայնվեցինք։ Ծնողներիս հետ խոսացել եմ,
խնդրել եմ, որ մամաս տենց բան չանի, չթխի, չեփի, եղել է դեպքեր, երբ մամաս շարունակել է ձև անել, բայց թե մեծամասնությամբ լսել է ինձ, որովհետև ես դե մաման եմ երեխային, որ երեխայի աչքերի մեջ ուժ ունենա իմ խոսքը։ Զրուցել եմ տատիկների հետ, բացատրել իմ դիրքորոշումը այդ հարցերում ու որոշել ենք միասին, որ երեխաներին ավելի թեթև կհագցնենք կոփելու նպատակով ու քաղցրավենիքը կսահմանափակենք ու միայն ճաշից հետո։ Աշխարհի բոլոր ծնողները, տատիկներն ու պապիկները ուզում են, որ երեխաները մեծանան առողջ, լինեն երջանիկ։ Բայց արի ու տես, որ երեխայի համար բացառապես լավը ցանկացող երկու կողմերը ինչ-ինչ պատճառներով երբեմն առճակատվում են։ Թեման մանրադիտակի տակ կառնենք ծնողի դպրոց հասարակական կազմակերպության հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։ Բարև ձեզ, Արմինե։ Ողջույն։ Նախաբանում մի միտք հնչեց, կարծես թե ծնողները, տատիկներն ու պապիկները յուրաքանչյուրն իր հերթին ցանկանում են ստեղծել երեխայի համար կյանքի լավագույն պայմաններ, անում են հնարավորինս, որ երեխան երջանիկ լինի։ Բայց այս երկու կողմերը հաճախ նույն խնդրի վերաբերյալ նույն մոտեցումները չեն ունենում։ Ինչպես են բացատրվում այս կոնֆլիկտները։ Սովորաբար կոնֆլիկտները սկսում են այն կետում, որտեղ որ դերերը խառնվում են։ Եվ այստեղ երբ մենք դերերի հարցում հստակեցում ունենք եւ յուրաքանչյուրը հասկանում է իր տեղը եւ նշանակությունը երեխայի կյանքում, կոնֆլիկտների առումով կարող են լինել ուղղակի իրավիճակներ, որոնք շատ ավելի հեշտ կլինի հարթելը։ Եվ բացի այդ մի կարևոր հարց պետք է հիշենք, որ մարդ-մարդ փոխհարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակներն ուղղակի անխուսափելի են։ Շատ կարևոր է թե մենք կոնֆլիկտի լուծման համար ինչպիսի մոտեցումներ ենք կիրառում կյանքում, որոնք իդեպ եւս շատ այսպես մեծ ազդեցություն են ունենում նույն երեխայի զարգացման ընթացքի վրա։ Վստահ եմ, որ ոչ մի երեխա այսպես երջանիկ չի կարող լինել, երբ տեսնում է, որ իր համար նշանակություն ունեցող մարդիկ անընդհատ այսպես բացահայտ կամ ոչ բացահայտ էմոցիոնալ լարվածության մեջ են իրար հետ։ Շարունակենք մեր քննարկումը հաղորդման մյուս մասնակիցների հետ, համեցեք Արմինե։ Ինչեմ։ Մենք դուրս ենք բերել մի քանի գործոն, որոնք թույլատնում են տատիկ-պապիկների ու թոռների կապը, իսկ երբեմն էլ հանգեցնում են տրավմաների ու բաժանման։ Առաջիկա րոպեներին մեր հյուրերի օգնությամբ այդ գործոնների աչքերին նայելու եւ հետեւություններ անելու փորձ կունենանք։ Հիմա կառաջարկեմ ձեզ իրավիճակներ, դուք կներկայացնեք 3 տարբերակ ձեր պատկերացրածով եւ կխնդրենք Արմինեին արձագանքել։ Հիմա խնդրում եմ նշեք 3 բան, որ կարող են անել տատիկը կամ պապիկը, որպեսզի թոռներն իրենց սիրեն ավելի շատ, քան ծնողներին։ Ձևակերպումն ինքնին ծուղակ է պարունակում իր մեջ, կարծես թե Արաքսը պատրաստ է։ Առաջինը ծնողի արգելածը անել, երկրորդը երեխայի համար շատ խաղալիքներ առնել, եւ երրորդը փորձել միշտ անել ամեն ինչ երեխայի սրտով։ Չեղարկել ծնողական արգելքները, խրախուսել երեխաներին իրենց հետ ժամանակ անցկացնելու համար եւ ընդարձակեն երեխաների իշխանության սահմանները։ Արմինե, անպայմանական սիրո եւ ծնողների տեղը զբաղեցնելու միջև սահմանը որտեղ է անցնում։ Տեսեք, ծնողի դերը որևէ կերպ այլ մեծահասակով չի կարող փոխարինվել, եթե երեխան ծնողից ստանում է այն բոլոր պահանջմունքների բավարարումը, որոնք իր համար կենսական կարևոր են, հա, դա հուզական շփումն է, դա ընդունված լինելն է, դա սերն է եւ այլն, հա։ Եվ եթե ծնողը այս ամենը տալիս է երեխային, դա կլինի տատիկը, դա կլինի հարևանը, դա կլինի շատ երեխային սիրող քեռին, մորաքույրը կամ հորեղբայրը, որևէ մեկը ծնողի տեղը չի կարող զբաղեցնել։ Կարծես թե այսօրվա մեր հյուրերի տարբերակները այն փոքրիկ բոնուսներն էին, որոնցից երեխաներն իսկապես օգտվում են, որովհետև տատիկն ու պապիկը մեծ հաճույքով երեխային տալիս են այդ մի փոքր ազատ լինելու տարածքը։ Բայց կան նաև ծայրահեղություններ, երբ մեծերը կարծես թե երեխային կաշառում են եւ ուզում են իրենց վերաբերմունքով ինչ որ արտառոց քայլերով գալ եւ զբաղեցնել այն տեղը, որն իրենցը չէ երեխայի կյանքում։ Սա նաեւ բերում է կոնֆլիկտների։ Այս դեպքերում միակ լուծումը կարող եմ ասել, որ ծնող երեխա առողջ փոխհարաբերություններն են։ Տեսեք,
մենք ինչքան էլ մեր, չգիտեմ, օրվա մեծամասնության ընթացքում, հա, երեխան լինի տատիկի կամ պապիկի խնամքի ներքո, միևնույն է, իրավաբանորեն մենք ենք երեխաների կյանքի պատասխանատուները, հա, մինչև իրենց չափահասությունը, եւ շատ կարեւոր է այդ պատասխանատվությունը կրել ամբողջությամբ։ Ոչ ոք չի չեղարկում ծնող երեխա հաղորդակցումը եւ շփումը։ Եվ բոլոր այն իրավիճակներում, որտեղ մենք տեսնում ենք, որ այսպես պետք է չլիներ, այսպես պետք է չանեին, այս սահմանը պետք չէր հատել, այդ լրացուցիչ կոնֆետը պետք չէր տալ, օրինակ, որովհետև երեխան ուներ առողջական խնդիր, կամ լրացուցիչ ժամանակ պետք չէր գadgetների առաջ, որովհետև այլ հարցեր կան, հա։ Մենք սա պիտի երեխայի հետ ուղղակի խոսենք եւ բերենք նրան, որ մեր պայմանավորվածությունները երեխաների հետ պահպանվեն։ Ճիշտ է, երեխան այս առումով շատ բարդ իրավիճակի մեջ է հայտնվում եւ մարտահրավերային, բայց մենք պիտի հավատանք երեխայի ներուժին, պարբերաբար հաղորդակցվենք այն բոլոր թեմաների շուրջ, որոնք մեզ համար կարևոր են եւ անընդունելի մեծահասակների կողմից, որպեսզի երեխան ժամանակի ընթացքում կարողանա հստակ դիրքորոշում եւ որոշում ունենալ եւ ես ձեզ հավատացնում եմ, որ երբ կա այդ առողջ կապը ծնողների հետ, ինչ որ մի տարիքում, երբ երեխայի հնարավորություններն ու կարողությունները թույլ են տալիս, ինքը կարողանում է ասել, չէ, պապիկ, մայրիկս թույլ չի տալիս։ Ներողություն, բայց մայրիկս այսպես չեր անի։ Տեսեք, այստեղ շեշտադրում եք երեխայի հետ փոխհարաբերությունն ու կապը, բայց կա իրավիճակ, երբ երեխան փոքր է, կա իրավիճակ, երբ պարզապես պետք է մեծերով հասկանալ ինչպես առաջ շարժվել, այսինքն չեն կարող բացառել հարս ու սկեսուր այդ երկխոսությունը, մայր ու դուստր երկխոսությունը կամ ընտանիքի մյուս անդամների միջև, ինչպես վարվել, եթե հասկանում ենք, որ լուծումը այստեղ է, որ մեծերը պիտի լուծեն հարցը։ Միանշանակ եւ շատ անարդար է, որ մենք մեծահասակների կոնֆլիկտը բարդում ենք երեխայի վրա եւ փորձում ենք ամեն մեկը դեպի մեզ քաշել, հա, երեխային ինձ պիտի լսես, տատիկն ու պապիկն էլ օրինակ ասելով, որ ես քեզ համար այսքան բան եմ անում, դու ինձ պիտի լսես, սա անարդար է եւ բնականաբար առողջ մոտեցումները ենթադրում են մեծահասակների միջև հարաբերությունների եւ սահմանների հստակեցում, ինչն է կարելի, ինչը չի կարելի, մենք երբեմն երիտասարդներս կարող ենք մեզ համար այդպես որոշում կայացնել եւ մտածել, որ դա շատ պարզ մի բան էր, էլի, դե պետքա հասկանային երևի մեծերը կամ գլխի ընկնեին, որ մենք այսպես ենք ուզում եւ դրա մասին ուղղակի չենք էլ բարձրաձայնում ու նստած սպասում ենք, որ իրենք էլ ճիշտ այդպես պիտի վարվեն, ինչպես մենք մեր գլխում մտածել ենք, հա, բայց ուղղակի կարող ենք ասել, որ գիտեք, այս իրավիճակների համար շատ ավելի նախընտրելի են այսպիսի մոտեցումները, հա, կխնդրեմ նման իրավիճակներում այսպես վարվեք, հա, եւ ուղղակի առողջ փորձենք միմյանց հետ հաղորդակցվել։ Եվ էլի, եթե մենք տեսնում ենք, ընկերներ ջան, հիշելով, որ ամեն դեպքում պատասխանատվությունը ծնողներինն է երեխայի խնամքի, եթե մենք տեսնում ենք, որ ծայրահեղ տարբեր են մեծահասակների մոտեցումները մեր անձնական մոտեցումներից փորձում են կոմունիկացնել եւ չի ստացվում, ուղղակի այստեղ պիտի որոշում կայացնենք։ Այսօր եթե երիտասարդների հետ շատ խոսենք, շատ-շատերը ձեզ կպատմեն, որ նույնիսկ քննացնելու հարցում շատ հանկարծակի երեկոյան ժամին լացող երեխայի ձայնից սենյակ կարող է մտնել տատիկը, երեխային առանց հարցնելու կոպիտ ձևով խլել մայրիկի ձեռքից, ասել ես ինքս կկերակրեմ, ես ինքս կքննացնեմ, դու չես կարողանում, հիվանդ ժամանակ գիտեք, որ երբ մեր երեխաների հիվանդանում են, չգիտես ինչու միշտ մամաները մեղավոր են, հա, բայց միշտ մեղադրում են, վայելի երեխա հիվանդացավ, տուր ես կպահեմ, հա, ու այո, այս ամեն ինչը իրականություն է, եկեք անկեղծ լինենք եւ մեր բոլորիս շրջապատում շատ-շատ կան նման ընտանիքներ, երբ որ փորձում են մամայի արգելածը առնել դրանով ավելի իրենց միգուցե թվում է, որ իրենք լավ բան են անում, բայց առաջին հերթին ուզում եմ ասել, որ այստեղ վնասում են երեխային, այլ ոչ թե մամային, սա պետք է գիտակցել, որ հետո վատ է լինում երեխային։ Եվ այստեղ որ գրել էի փորձել միշտ դինել երեխայի կարծիքին եւ սխալ է, որովհետեւ մենք հասկանում ենք, որ երեխաները միշտ չի որ ճիշտ են եւ ծնողը եթե ինչ-որ մի բան արգելում է, եթե ինչ-որ մի բան փորձում է այլ կերպ բացատրել եւ այդտեղ խառնվում է տատիկը կամ պապիկը եւ փորձում է երեխային պաշտպանել պարզապես նրա համար, որ լինի լավը, որ երեխայի թիմից լինի, այստեղ վնասում են փոխհարաբերությունները մայրիկի եւ տատիկ պապիկի եւ ամենավատը որ վատ է եւ բարդ է լինում երեխային, որովհետեւ երեխան չգիտի ում լսի։ Տեսեք, այո,
շատ կոպիտ միջամտությունները ծնողի խոսքին, քննադատական արտահայտությունները ծնողի դրած կանոններին երեխայի ներկայությամբ, դրանք ակնհայտորեն չպահպանելը եւ երեխային այսպես հրավիրելը եւ ասել օրինակ մամային չենք ասի, վատագույն սցենարով հավեսը չունենք, հա, մենք դա կանենք թաքուն, դու հանկարծ ուղակի չասես, հա, կարող են լինել նման դրսևորումներ, բայց սրանք անառողջ դրսևորումներ են եւ այստեղ մի բան ուղակի պիտի հիշենք, որ երեխային չենք օգնում, երբ մենք նսեմացնում ենք մայրիկին, որովհետեւ բնություն կամ հայրիկին ծնողներին առհասարակ, որովհետև բնությունից տրված է, որ երեխան պիտի ունենա որոշակի կապվածություն, հա, եւ եթե ամեն ինչ բնական, նորմալ եւ առողջ զարգացում ունի, այդ կապվածությունը ծնողների հետ է։ Եվ տեսեք, մենք երբ արժեզրկում ենք ծնողներին, մենք ստացվում է այսպես պատկերավոր ասեմ, որ երեխայի ոտքերի տակից ամուր հող ուղակի փախցնում ենք։ Իրականում այս իրավիճակները, որ քննարկեցինք, շատ տարածված են եւ թեկուզ եթե մեզ հետ չեն պատահել, դրանք մենք դիտարկում ենք մեր շրջապատում ու այսօր լավ առիթ էր վերլուծելու, գուցե նաեւ ապագայում նման իրավիճակներ մեր կյանքից բացառելու եւ մեր երեխայի առօրյայից բացառելու համար։ Շնորհակալ եմ շատ, կարծում եմ բավականին արդյունավետ ստացվեց, արժեքավոր մտքեր հնչեցին ու լսեցինք ձեր մասնագիտական մեկնաբանությունները, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Կյանքի ռիթմի արագացման մասին խոսում են բոլորը։ Շտապելու, չհասցնելու, երեխաներին քիչ ժամանակ տրամադրելու արդյունքում ծնվող մեղավորության զգացողության մասին նույնպես խոսում են բոլորը։ Չէ՞ որ մենք ուզում ենք, որ մեր երեխաները ոչ մի բանից հետ չմնան, լինեն բազմակողմանի զարգացած ու կիրթ։ Մի կողմում միշտ չերիքող ժամանակն է, մյուս կողմում մեր ցանկությունները։ Ով ու ինչպես կարող է օգնել, կքննարկենք մեր հաջորդ հյուրի հետ։ Դուք դիտում եք ծնողական ժողովը եւ այս պահին մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության ամենագեղեցիկ տատիկներից մեկը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք սովոր ենք ձեզ ներկայացնել կոչումներով, ձեր գործունեության տարատեսակ նկարագրություններով, բայց այսօր մենք ուզում ենք ձեզ հետ խոսել իբրև երկու արդեն հասուն մեծ թոռների տատիկ, իսկ դա կնշանակի, որ մեծ թոռների տատիկը շատ բան ունի պատմելու։ Մեր այսօրվա շեշտադրումները մեր զրույցի հենց դրա մասին են, որ տատիկներն ու պապիկները անջնջելի հետք են թողնում երեխաների զարգացման վրա։ Ուզում եմ մի փոքր հետ գնանք ձեր հիշողության գիրկը ու հիշեք ձեր թոռներին, երբ նրանք ավելի փոքր էին։ Դուք որպես տատիկ, ձեր դերակատարումն ինչպես էիք պատկերացնում, որոնք էին ձեր սիրած համատեղ խաղերը, հեքիաթները, զբոսանքները, երբ նրանք ավելի փոքր էին, իրենց կյանքի առաջին շրջանում։ Իհարկե, շատ ցանկալի է, որ երեխաները մեծանան այդ տենց մթնոլորտում, որտեղ կա տատիկ, որտեղ կա պապիկ։ Այդ դա կոչվում է ընտանիք։ Ես գիտեմ, որ հիմա հիմնականում բոլորը դեմ են դրան, երիտասարդները ուզում են առանձին ապրել, բայց այդ խոսքը ընտանիք, ինձ համար ընտանիքը դա պապիկ, տատիկ, մի խոսքով, երբ որ իրանք բոլորը միասին են, երբ որ իրանք ունեն հնարավորություն հաճախ իրար տեսնելու, հաճախ իրար հետ շփվելու, ասեմ, որ ես երբեք չեմ խառնվել դաստիարակության մեջ, որովհետև գտնում եմ, որ ծնողները պետք է դաստիարակեն, դու պետք է իրենց համար օրինակ լինես։ Իրենք ինչ-որ բաներ քեզանից սովորելու են։ Ոնց ես դու նստում, ոնց ես կանգնում, ոնց ես իրենց հետ խոսում։ Այդ դա է, որ իրանք պետք է նայեն եւ այդ ամեն ինչը անցալեն։ Ես գտնում եմ ամենակարևոր բանն է, որ դու պետք է երեխային տաս, դա սերն է։ Ոչ մի վարքյան դու իրավունք չունես իրեն ասես, երբ որ ինքը քեզ դիմում է, ասես, «Ոյ մի րոպե սպասի, հա, մի վարքյան», որ դու պետք է այդ պահին իրեն պատասխանես, որտեվ միգուցե ինքը շատ կարևոր իր համար բան է հարցնում։ Ես դա երբեք չեմ մոռանում եւ դա միշտ ինձ զգոն է պահել։ Իրենք փոքրուց պետք է մեծանան անձեր, անձ, որին դու հարգում ես, որի կարծիքը դու հաշվի ես առնում։ Ես հիշում եմ Սոֆոչկաս, հետո Գոգան, Գեորգին, 1 տարեկան էին, 1.5, բայց երբ որ ես հագնվում էի, պետք է դուրս գայի, ես անպայման հարցնում էի. Գեորգի, ոնց ես գտնում, ես ճիշտ եմ հագնված, չէ՞ միգուցե մի բան սխալ եմ հագել, ես գիտեմ, որ ինքը չգիտի, բայց ինքը ասում է, տատի, այս փոխի։
ու ես խելոք գնում էի փոխում էի, ճիշտ է, էլի համապատասխան ինչ-որ մի բան, բայց հաշվի էի առնում նրա կարծիքը։ Ես ու ինքը այդ պահից արդեն գիտեր, որ իր կարծիքը շատ կարևոր է, ու տենց այնքան նրբություններ ա եղել այդ կենցաղային կյանքում։ Ես շատ եմ ժամանակ անցկացրել, ես իրենց հետ խաղում էի, ոնց որ 15 տարեկան աղջիկը կխաղա, իրանց հետ վազվզում էի, իրանց հետ թռնում էի, մտնում էի իրանց տնակը, մենք ներկայացում էինք խաղում։ Ես չեմ ափսոսում ոչ մի վայրկյան, որ իրանց հետ անց եմ կացրել, որովհետև դա շատ պետք է երեխաներին։ Իրանք մեր կարիքը շատ ունեն։ Միգուցե երիտասարդ զույգերը չհասկանան դա։ Իրանց նպատակները ավելի աշխատանք, դու ունես ամեն ինչը հասցնելը, բայց առաջնահերթ պետքա լինի միայն սերը։ Սերը դեպի երեխան։ Ամեն վայրկյան իրանք դա պիտի զգան։ Ու մենք պետք է իրենց սովորեցնենք լինել շատ երջանիկ։ Հիմա ծնողները շատ բազմազբաղ են, շատ սթրեսային կյանքով են ապրում, վազքի մեջ, երբեմն ինչ-որ բաներ չհասցնելով ու կենցաղային այս ռիթմը, զբաղվածությունը զգում են նաև երեխաները, որովհետև երեխաներն էլ հիմա շատ զբաղված են, դպրոց, տարատեսակ խմբակներ, զգում են օդում կախված այդ սթրեսը, որ կա մեծահասակի կյանքում։ Իսկ տատիկներն ու պապիկները ավելի իմաստուն են, ավելի հավասարակշռված, նրանց կյանքի ռիթմը երբեմն ավելի դանդաղ է։ Եվ կա այսպիսի մի հետազոտություն, որը փաստում է, որ տատիկ-պապիկների հետ ապրող երեխաները ավելի քիչ տագնապային են։ Դուք էլ շփվում եք, շատ եք շփվում նաև ձեր աշխատանքի բերումով երեխաների ու նրանց ընտանիքների հետ։ Այն երեխաները, ովքեր տատիկ-պապիկների հետ են հաճախում ձեր դասերին, ինչով են տարբերվում մյուսներից։ Չէ, իրոք տարբերվում են։ Դուք շատ ճիշտ ակցենտ դրեցիք, սենց իրոք իրանք ավելի ապահովված են իրանց զգում, ավելի հանգիստ են։ Չեմ կարող ասել, որ ասում եք ավելի դանդաղ են, ավելի Ոչ բոլորը անշուտ։ Դա ես շատ հանգիստ մարդ եմ, բայց ես շատ արագաշարժ մարդ եմ։ Այ կան մարդիկ, որ իրանց կողքին դու զգում ես, որ այդ մարդը հաշտապում է, այդ մարդը ինչ որ օй, այս գործուն եմ, այն գործուն եմ, լարվածություն կա։ Այ ես դրան շատ դեմ եմ։ Ես տենց շատ լարված մարդկանցից խուսափում եմ։ Ես սիրում եմ հանգիստ մարդ։ Մարդ, որը գիտի իր գործը, որ վստահ է իր վրա, եւ ես տենց մարդկանց կողքին ինձ շատ լավ եմ զգում։ Կա ժամանակ, երբ ձեր ընտանիքում 4 սերունդ էին կողքին ապրում, որովհետեւ ձեր մայրը տեսել է ձեր երեխաներին, նույնպես զբաղվել է նրանց խնամքով, դաստիարակությամբ, օգնել է ձեզ, օգնել է ձեր հարսին, այսինքն դուք մեծ ընտանիքով եք ապրել։ Դա այնքան լավ է։ Այ հարսերը պետք է իմանան, որ երբ որ դու տատիկ-պապիկի հետ ես ապրում, դու շատ ավելի հանգիստ ես, թե երեխաների վերաբերյալ։ Ես միշտ ասում եմ, երիտասարդություն, դուք ոնց չեք հասկանում, որ պապիկ-տատիկները ձեզ միայն օգնում են։ Հանգիստ գնացեք, ման եկեք, վայելեք, դուք արդեն ձեր ժամանակը տրամադրում եք երեխաներին, ամեն ինչ անում եք։ Գոնե երեկոները իրանք պետք է ազատ լինեն, երեկոներ իրանք պետք է ման գան, ուրախանան, վայելեն, իսկ մենք այո, մենք պետք է օգնենք և պահենք թորնիկներին, այո, ես դա միշտ ասել եմ հարսիս, միշտ։ Մենք ձեզ միշտ տեսնում ենք շատ գեղեցիկ, շատ խնամված, ձեր բեմական կերպարներով, բայց այն մարդիկ, ովքեր ձեզ մոտիկից են ճանաչում, գիտեն, որ դուք հրաշալի տնային տնտեսուհի եք, հրաշալի խոհարար եք, հրաշալի տատիկ եք։ Սա նշանակում է նաև, որ կենցաղային իմաստով, երբ ձեր թոռներն ավելի փոքր են եղել, ինչ որ պարտականություններ հենց ձերն են եղել։ Ամենից շատ ինչն եք սիրել թոռների հետ կապված, կան տատիկներ, որ պաշտում են լողացնելու պահը, մյուսները սիրում են զբոսանքի պահը, որն եք արել առավել մեծ սիրով։ Ամեն ինչ սիրով եմ անում, բայց թորնիկներս իրանց սիրած բլուդաները ունեն, ուտեսները, Սոֆուչկան սիրում այն փախլավան, արեխովի տորտը, Գյորգին սիրում այն պիրաշկիները, տատա, քո պիրաշկի նման պիրաշկի չկա։ Ինչ են անում տատիկները, որ իրենցն ավելի լավն է, ավելի համով է։ Չգիտեմ։ Օրինակ իմ մամաս էլ որ մի բան էր սարքում, ես սպասն եմ հիշում մինչև հիմա։ Իր նման սպաս ոչ մեկը չէր սարքում։
Միգուցե մեր երեխաներն էլ որ մեծանան, իրանք կասեն, այ մեր տատիկի պապիկի սարքածը ուրիշ էր, ոնց որ մենք ենք հիմա ասում։ Վստահաբար այդպես է։ Դուք ունեք ընտանեկան հարաբերությունների հրաշալի փորձ, բայց երբեմն լինում են իրավիճակներ, երբ ավագ սերունդն ու երիտասարդները այդ հավասարակշռությունը չեն գտնում։ Օրինակ, տատիկ-պապիկները փորձում են գերիշխող դեր ունենալ երեխայի կյանքում, ծնողները երբեմն չափից դուրս շատ սահմանափակումներ են դնում տատիկների ու պապիկների առաջ։ Ինչպես հավասարակշռել այս ամենը, երբ ինչ-որ շեղում ու տատանում կա հարաբերությունների մեջ։ Ես չեմ խառնվում երբեք։ Եթե մաման ասում է, որ այսպես լինի, եթե դաժե մայրս սխալ է, ես կյանքում չեմ խառնվի։ Հետո երբ որ անցնում է ինչ-որ ժամանակ, ես շատ նուրբ, խոսքի մեջ, կարող եմ բերեմ օրինակ, ուրիշի վրա, բայց այն օրինակը, որ կատարվեց մամայի ու երեխայի միջև, խելոք աղջիկը անպայման կհասկանա ու կլսի։ Բայց երբեք իրեն նկատողություն չեմ անի, որովհետև այսօր ինքը սխալ է, վաղը ինքը կուղի դարձեն, ինքը դա պետք է անցնի։ Դու միշտ մի բան պետք է հաղթահարես, բայց դու դա ինքդ պետք է անես։ Ես երբեք իմ մոտիկներին չեմ կոտրի, ոչ վատ խոսքով, ոչ բղավելով։ Մեր տանը ոչ մեկը չի բղավում, գիտեք։ Մենք տենց պայմանավորվել ենք, կարելի է իրար հասկանալ, կարելի է գալ ինչ-որ մի բանի շատ հանգիստ ձևով։ Երեխաները դա տեսնում են։ Երեխաները մեծանում են այդ այնց մթնոլորտում, որտեղ կա հանգստություն, հանգստության տաճարտունը։ Ու դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք ու միացաք ծնողական ժողովին։ Ես վստահ եմ, որ ձեր գեղեցիկ օրինակը կոգեշնչի շատերին։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ դուք ինձ հրավիրեցիք։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա ծնողական ժողովում մենք փորձեցինք անդրադառնալ տատիկ-պապիկների դերին ու նրանց հետ մեր հարաբերություններին։ Ուզեի, որ ձևակերպեք այսօր ինչ օգտակար մտքերով եք գնում այստեղից ու գուցե նաև կփորձեք դրանք կիրառել ձեր առօրյայում, ձեր ընտանիքում։ Էվելինա, խնդրեմ։ Կարծում եմ պետք չէ մրցել երեխայի սիրո համար, թե տատիկը, թե մայրիկը, որտեվ տատիկը իր տեղը ունի, մայրիկը իր տեղը ունի։ Պետք է ստեղծել առողջ մթնոլորտ, ստեղծել թիմային աշխատանք, մայր, ծնող, տատիկ, պապիկ, որպեսզի երեխան մեծանա առողջ մթնոլորտում։ Հրաշալի է, շնորհակալ եմ։ Ընտանիքում, որտեղ կա սեր եւ հարգանք միմյանց նկատմամբ, երեխաները ավելի առողջ են լինելու եւ առողջ են լինելու հոգեբանորեն, ֆիզիկապես եւ տատիկ-պապիկները եւ ծնողները։ Ուստի սիրելի տատիկ-պապիկներ, ձեր թորնիկներին էլ ավելի երջանիկ տեսնելու համար պարզապես այնպես արեք, որ իրենք ծնողների հետ միշտ լինեն շատ հրաշալի հարաբերություններում։ Շատ լավ, շնորհակալ եմ, Սառա։ Սեր ես տալիս, քնքշագեր սեր ես կարծում եմ տալիս ես, եւ դու համարում ես քեզ փորձառու եւ ուզում ես ինչ որ բաներում շտկել, բայց կարծում եմ չէ, պետք է հետևել ծնողների կանոններին, ոնց ծնողը կասի, ժամանակի հետ քայլել, ինչ կասի ծնողը, չխոչընդոտել նրա կանոնները։ Նաև ինչ որտեղ վերանայել սեփական գիտելիքը, դա համապատասխանեցնել ժամանակակից մոտեցումներին։ Ամեն օր ինչ որ բան է փոխվում նրա մեջ եւ արդեն այդ քո փորձառու լինելը կարելի է դնել կողք։ Շնորհակալ եմ, Սեդա։ Տատիկ-պապիկների սերը անգնահատելի է, տատիկ-պապիկներ շատ սիրեք թորնիկներին, բայց հիշեք, որ կա ծնողական պատասխանատվության տիրույթը, որտեղ որ ցանկալի է մենք չներխուժենք, տատիկ-պապիկները չներխուժեն եւ իհարկե բոլոր հարցերում գնալ երկուստեք երկխոսության, գնալ իրար ընդառաջ, հիշելով, որ մենք բոլորս երեխաների դաստիարակության հարցում բարիկադների նույն կողմում ենք։ Հրաշալի գաղափար էր։ Մենք նույն կողմում ենք, կարծում եմ բոլոր հնչեցրած մոտեցումներում սա կար, եթե ոչ այդպես ձևակերպված ու վերբալիզացված, բայց հիմնական գաղափարը սա է, որ մենք մի թիմից ենք, ոչ թե հակառակորդ թիմերից։ Երբ խոսում ենք տատիկ-պապիկների ու թոռների հարաբերությունների մասին, հաճախ մոռանում ենք մի շատ պարզ բան։ Երբեմն ամենամեծ օգնությունը ոչ թե խորհուրդն է, այլ լսելը։ Լսել ոչ միայն երեխային, այլև ծնողին։ Լսել ու հասկանալ, որ նա հոգնած է, կասկածում է, վախենում է։ Ձեր որդին, դուստրը, հարսը, փեսան սովորում են լինել ծնող, նրանք ճանապարհին են։ Տատիկ-պապիկները հաճախ ընտանիք են բերում մի բան, որն այսօր շատ է պակասում բոլորիս՝ կյանքի ավելի դանդաղ ռիթմը։
Ու երեխաները տեսնում են, որ կարելի է չշտապել, չշտկել ամեն ինչ, չարձագանքել անմիջապես։ Ու գուցե հենց այդ դանդաղությունն է, որ պետք է մեր երեխաներին, եւ գուցե հենց այդ լսելն է, որ պետք է ծնողներին։ Եթե ընտանիքում հաջողվի մի փոքր դանդաղել, մի քիչ ավելի լսել, մի քիչ նկատողություն անել, ապա հնարավոր է հանդիպել նույն կետում՝ սիրո, հոգատարության, ընդունման կետում։ Որովհետև ի վերջո բոլորս նույն բանն ենք ուզում՝ խաղաղ, ապահով միջավայր այն երեխաներին, որոնց սիրում ենք անսահման։ Սիրելի հյուրեր, շնորհակալ եմ շատ, որ այսօր ձեր փորձն ու գիտելիքը բերեցիք ծնողական ժողովի տաղավար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։